Սուրբ Գրիգոր Նարեկացի Մեկնություն երկերկոցի Գլուխ 5. Հարսն աղաչում է, որ իջնի իր փեսան, թող իջնի եղբորորդիս պարտեզն իր, թող ուտի պտուղներն իր ծառերի։ 5. գլուխ առաջին համար։ Հարսը տեսնելով, որ ինչպես դրախտում կամ պարտեզում ծաղկել է իր այնքան շատ առաքինությունը, որն ուսանեց փեսայից և հրեշտակներից, աղաչում է, որ իջնի և ուտի, որ նշանակում է բարեգործներից Աստծուն հայցելը։ Թեև Աստված անկարոտ է, սակայն քաղցյալ և կարոտ է մեր փրկությանը, ինչպես որ ինքը, երբ նրան ստիպում էին հաց ուտել, իր աշակերտներին ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ կամքը նրա, ով առաքեց ինձ»։ Հովհաննեսի ավետարան 4 գլուխ 34 համար։ Որը և մեր դարձն էր առ նա, և նրա պատվիրանները պահելը։ Եվ ինքն իսկ ասաց, թե «Քաղցեցի և տվեցիք ինձ ուտել, ծարավեցի և խմեցրիք ինձ»։ Մատթեոսի ավետարան 25 գլուխ 35 համար։ Այս բանը մեզ նաև խոնարհություն է ուսուցանում, առաքինական վարքով չհպարտանալ և անհոգ չլինել, բարի գործերում խոնարհություն ունենալ և աղաչել սրտաբեկ ու խոնարհ հոգով, ընդունել պտուղներն արդարության, ինչպես որ ինքը հրամայեց աղաչել և ասել. «Թող գա արքայությունը քո»։ Մատթեոսի ավետարան 6 գլուխ 10 համար։ Եվ փեսան այս աղաչանքին նայելով, մարգարեի բերանով ասում է. «Մինչև կանչելդ ես լսեցի քեզ, և երբ խոսես, կասեմ, որ ահավասիկ հասել եմ»։ Եսայիա մարգարեություն 65 գլուխ 24 համար։ Փեսան նույնպես հարսի աղաչանքը լսելով ասում է. «Լսեցի քո աղոթքները և մտա պարտեզն իմ, քույր իմ և հարս, քաղեցի զմուրս խնկով հանդերձ, կերա իմ հացը մեղրով իմ»։ Քույր է կոչում, ապա հարս, քանզի ով Աստծո կամքն է կատարում, հարսնանում է նրան։ Եվ քաղեցի զմուրս խնկով հանդերձ, այսինքն մեռելության պտուղը, որ ձեզ համար մեռա, քաղեցի իմ պարտեզից և հարսից, որ առաքինության խունկերով է բուրում, մեռած, ըստ զմուրսի օրինակի, և անուշահոտ, ըստ մարմնին միացած աստվածային սիրո։ Մեղրովս կերա հացն իմ, ոչ միայն կերակուր եղար ինձ, կերակրելով առաքինության հացով, այլ նաև քաղցրացար ինձ մեղրի խորիսխի պես, ինչպես երանելի աստվածաբան վարդապետները և Հովհանը, որոնք կարծես Աստծո բերանով են խոսում և ասում. «Կերակրիր ինձ առաքինությամբ», ինչպես որ Պետրոսն էլ հրամայեց նույն կերակրով կերակրվել կտավի օրինակի պես, ուր կար ամենայն կենդանի շունչ, այսինքն բոլոր հեթանոսներին, ինչպես և հրեաներին անխտիր Աստծո կերակուր տալ և պիղծ չհամարել։ (տես Գործք առաքելոց 10 գլուխ 9-16 համարներ)։ Գինիս խմեցի կաթով իմ։ Սա ինքն իսկ ասաց Զեբեդիայի որդիներին. «Կարո՞ղ եք ըմպել բաժակը, որ ես եմ ըմպելու»։ Մատթեոսի ավետարան 20 գլուխ 22 համար։ Այսինքն մահը, որ ըմպեց, և արյունով գինին և կաթը խմեց, այսինքն մարդկանց մաքրությունը, որ այն արյամբ մահվամբ բաժակը ըմպելով, անմեղությամբ մանկացան որպես կաթնակեր։ Որ ինքը Տերն էլ ասաց. «Եթե չդառնաք և մանկանց պես չլինեք, չեք կարող մտնել արքայությունն Աստուծո»։ Ղուկասի ավետարան 18 գլուխ 17 համար։ Զանց եմ առնում ասել, որ Տերը խմեց և առաքյալներին տվեց և ասաց. «Այս է արյունն իմ, առեք և խմեք»։ Մարկոսի ավետարան 14 գլուխ 24 համար։ Եվ սրան հետևող մյուս խոսքերն ահա այս է. «Կերեք մերձավորներս, խմեք և խմեցրեք եղբայրներ իմ»։ 5 գլուխ 1 համար։ Որ մյուս ավետարանիչն է ասում հետևյալ ձևով.
եթե չուտեք մարդու որդու մարմինը և չխմեք նրա արյունը, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 54-րդ համար։ Արդ իր ըմպելով և ապա առաքյալներին տալով ցույց տվեց, որ եկեղեցուն և հարսին այս բաժակն ըմպել տվեց և իրեն մահակից արեց։ Զի խորհուրդը, որ կատարում ենք, նրա մահվան հիշատակն է, և ահա որ պատարագը սեղանի վրա հոր առջև դնելով, նրա առաջ ենք դնում այն մահը, որ մեզ համար եղավ, և դրանով մեզ համար փրկություն ենք հայցում։ Արդ թեպետ երանելի Հովհաննն ասում է, թե ինքն ըմպեց իր արյունից, որպեսզի նրանց ևս հորդորի դրանից խմելու, որ չասեն, թե արյունն ինչպես կարող ենք խմել, բայց բուն պատճառն այս է, թե իմ ըմպածը մահն է և անմեղությունը, որ գինին և կաթն է։ Դուք նույնպես պետք է խմեք։ Տես Գրիգոր Աստվածաբան, խոսք ի նոր կյուրակեն, ի Կեսարիա Կապադովկացվոց, ի կատարման հիշատակի սրբո վկային մամասա։ Մաշտոցյան մատենադարան, ձեռագիր 1500, թերթ 741-742b։ Եվ ինչպես որ ես կերակրեցի ձեզ իմ արյամբ, դուք էլ ինձ եք պարտավոր կերակրել մանկունակությամբ և մեռելությամբ, ըստ այս կյանքի։ Ինչպես առաքյալն է ասում. եթե մեկը կամենում է իմաստուն լինել այս աշխարհում, հիմար պետք է լինի, որպեսզի իմաստուն լինի այն աշխարհում։ Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին 3-րդ գլուխ 18-րդ համար։ Եվ Քրիստոսին թող կերակրի իր գինիով և կաթով նրա վարքն ստանալու համար, ինչպես որ դարձյալ առաքյալն ասում է. նմանող եղեք ինձ, ինչպես ես Քրիստոսին։ Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին 11-րդ գլուխ 1 համար։ Եվ այլուր թե Քրիստոսը ձեր մեջ է, բայց եթե անպիտան լինեք։ Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Կորինթացիներին 12-րդ գլուխ 5-րդ համար։ Եվ թե որ մկրտվեցիք ի Քրիստոս, Քրիստոսին զգեցաք։ Պողոս առաքյալի թուղթը Գաղատացիներին 3-րդ գլուխ 27-րդ համար։ Եվ Գրիգոր Աստվածաբանն է ասում. Քրիստոսներ եմ ճանաչում ըստ Քրիստոսի ապրողներին։ Արդ ասելով, թե խմեք և խմեցրեք, վրա է բերում, թե ես ննջում եմ, բայց սիրտն իմ արթուն է։ 5-րդ գլուխ 2-րդ համար։ Այսինքն, թե այս խմելը չի նմանվում այն արբեցությանը, որ թմրության քուն է բերում, ինչպես որդատունկի գինին։ Այլ ինչպես որ աստվածությամբ գերեզմանի մեջ արթուն էի, իսկ մարմնիս մեռելությամբ քնի մեջ, նույն ձևով ովքեր այս արգելիքն են ըմպում, Տիրոջ անմահությամբ կարթնանան ինձ հետ։ Այս է, որ ասում է. հավիտյան պիտի ապրի, և թեև մեռնի, պիտի ապրի։ Հովհաննեսի ավետարան 11-րդ գլուխ 25-րդ համար։ Թեև մարդկային բնություն ունենալով ննջում են, բայց արթուն են հոգու շնորհն ընդունելով։ Արդ եթե այսպես չէր, ինչպես կարող էին այս տկար մարմնով առաքյալներն այնպիսի չարչարանքներ կրել և մարտիրոսները այնքան նեղություններ, նույնպես և ճքնակյաց հայրերը, մանավանդ մեր լուսավորիչը, որին 10 տղամարդ 7 օր գլխիվայր կախված, բրածեց արեցին, բայց նրա սրտի արթությունը չկարողացան թմրեցնել այդպիսի դառը տանջանքներով, այլ միտքն արթնությամբ առ Աստված համբարձած այն օրերին, անընդհատ աղոթքներով խոսում էր Աստծո հետ և Աստուծո առաջ աղերսում էր մեր աշխարհի փրկության համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների նկարագրությունը տես Ագաթանգեղոս, Պատմություն, էջ 39-71, պարագրաֆ 69-ից
122 գլուխ 6-ից 11-րդ Գավազանի մեկ հարվածը բավական է մեր միտքը թմրեցնելու համար, իսկ երանելին այնչափ անասելի չարչարանքների մեջ միտքն անխոտոր և լեզուն անդրդվելի պահելով, առ Աստված խնդրելով, միթե չէր նմանվում Քրիստոսի արթուն սրտին և մարմնի ննջմամբ, ինչպես որ կրքերի ննջման բնությամբ Քրիստոսին մահակից եղավ արթուն մտքով։ Այս է, որ ասում է, թե խմեք և խմեցրեք, եղբայրներս, որովհետև չարչարանքներն ըմպելով ես ննջեցի մարմնով, և իմ սիրտն արթուն մնաց աստվածությամբ, նույն ձևով էլ դուք ինձ եք նմանվելու, ինձ նման մահն ըմպելով։ Հարսը զգում է Փեսայի դուռը բախելը, եղբորորդուս ձայնն է դուռը բախում։ Ուրեմն տես, թե նրանք, որ այն բաժակը և գինին են ըմպում այս քննալից կյանքի մեջ, ինչպիսի արթուն միտք են ստանում, ըստ ավետարանական խոսքի խրատի, թե թող ձեր գոտիները ամրացած լինեն մեջքներիդ և ճրագները վառած։ Ղուկասի ավետարան 12-րդ գլուխ 35-րդ համար։ Եվ դուք նման եղեք այն մարդկանց, ովքեր սպասում են, թե իրենց տերը երբ պիտի վերադառնա հարսանիքից, որպեսզի երբ գա և դուռը բախի, փութանակի բանան նրա առջև։ Երանի այն ծառային, ում արթուն կգտնի տերը գալստյան ժամանակ։ Այսպիսին են սրբերը, որոնք Քրիստոս Փեսային հարսնացան, ի պահ կանգնելով և լսելով ձայնը Քրիստոս եղբորորդու, որ դուռն է բախում, ներս հրավիրելով երկնքի արքայություն։ Փեսան, որ Քրիստոսն է, դուռը բախելիս ասում է. «Բաց ինձ, քույր իմ, մերձավոր իմ, աղավնի իմ, կատարյալ իմ, վասնզի գլուխն իմ լցրեցի ցողով և վարսերն իմ գիշերվա մանրամաղ անձրևով»։ Արդ համառոտ այս է սրա մեկնությունը. «Բաց ինձ, քույր իմ, մերձավոր իմ, աղավնի իմ, կատարյալ իմ»։ Այս խոսքերով գուշակում է հարսի լուսավորությունը մկրտությամբ, թե հոգու ծննդյամբ և խորհրդական արյունն ըմպելով քույրս և մերձավորս եղար, և հոգով արդարացար աղավնու բնությունն առնելով, և կատարյալ դարձար, որ Աստծո որդի եղար, իսկ ով արժանանա Աստծո որդի լինել, ամեն ինչով կատարյալ է, որովհետև սրանից ավելի բարձր ուրիշ ինչ փառք կա այս երկրի վրա կամ երկնքում։ Բայց եթե չպահենք և չարդյունավորենք տրված շնորհները և փառքը, կնմանվենք նախահորը, որ ստանալով լուսավորությունը և անկարոտ անցավ և անմահ կյանքն ու դրախտը, չպահելով և չարդյունավորելով, դարձյալ կորցրեց։ Նույնը և մեզ է ուսուցանում, որ անփույթ չլինենք կատարելության շնորհին, այլ իբր այն առած չլինելով միշտ զգույշ լինենք, քանզի կատարելություն տալը նրանից է, իսկ պահելը մեզանից, որ ասում է երանելի վարդապետը։ Նկատի ունի Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացուն և նրա խոսքը. Աստծո գործը շնորհը տալն է, իսկ քոնը այն պահելն ու պահպանելը։ Բաց դուռդ ճանապարհի, որ դեպի կյանք է տանում, և կատարելությամբդ քեզ հանգստության, քնի և հեշտ կյանքի մի տուր, ինչպես ասում է առաքյալը. եթե մեկը կարծում է, թե ինչ-որ բան գիտի, ապա այնպես չգիտի, ինչպես պետք է իմանալ։ Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին 8-րդ գլուխ 2-րդ համար։ Եվ դարձյալ ասում է, թե չեմ կարծում անձն իմ հասած, բայց այն կա, որ հետևում մնացածը մոռանալով ձգտում եմ առջևում եղածներին։ Ուշադիր ընթանում եմ աստվածային կոչմանս հետևից Քրիստոս Հիսուսով։ Պողոս առաքյալի թուղթը Փիլիպպեցիներին 3-րդ գլուխ 13-րդ համար։ Արդ բաց ինձ քո մուտքը, զի գլուխն իմ լցվեց ցողով և վարսերն իմ գիշերվա մանրամաղ անձրևով։ Այս նման է այն բանին, որ մյուս գալստյան ժամանակ ցույց տա մեզ համար ստացած վերքերը։ Բայց այնտեղ,
մեզ կշտամբելու համար է ցույց տալիս, որովհետև երախտավորի հանդեպ ապերախտ գտնվեցինք, իսկ այստեղ մեզ հորդորելու համար հարսին հիշեցնում է այն գիշեր մահվան վախից ունեցած իր քրտինքը, որի վերաբերյալ ավետարանում ասում է, թե քրտինքները ոլոր հոսում էին նրանից։ Ղուկասի ավետարան 22-րդ գլուխ 44-րդ համար։ Ասում է, թե իմ քրտինքով և աղավնու այդ անմեղությունը և կատարելությունը հագնելով ես դարձել իմ քույրն ու հարսը, և այն գիշերվա իմ քրտինքով անեծքի քրտինքը մաքրեցի, և ես քո փոխարեն վշտացած համբերում էի տառապալի քրտինքով։ Արդ պահիր, որ ստացար, այսինքն աղավնու միամտությունն ու կատարելությունը, և մի կորցրու նորից, քանզի երկրորդ անգամ այլևս չկա ոչ խաչ և ոչ մահ քեզ համար։ Հարսն այսպես է ասում. հանեցի պատմուճանն իմ, ինչպես հագնեմ այն, լվացի ոտքն իմ, ինչպես աղտոտեմ այն։ 5-րդ գլուխ 3-րդ համար։ Այսինքն քո այնչափ երախտիկով և քրտինքով, որ ինձ համար էին, իմ հանցանքների պատուհասի զգեստը հանելուց հետո ինչպես դարձյալ հագնեմ այն, հեռու տար, և որ մկրտությամբ գարշապարս և ոտքերս լվացիր, ինչպես երանելի առաքյալներինը, և զերծ պահեցիր խայթող օձի թույնից, ինչպես աղտոտեմ այն, բռնկություն, սպանություն, անիրավություն և դրանց նման այլ մեղքեր գործելով, որ լույսով հագա, և իրավունք ունեմ երկինք ուղևորվել և հրեշտակների հետ խնդալ։ Իմ եղբորորդին իր ձեռքերը ձգեց անցքից, և որովայնն իմ խռովվեց նրանով։ 5-րդ գլուխ 4-րդ համար։ Տես այս, թեպետ Պողոսի կամ Պետրոսի պես մեկը լուսավորվում է հոգով և ջանում է տեսնել Քրիստոսի խորհուրդը, նման է ամբողջ մարմնի փոխարեն միայն ձեռքը տեսնելուն, և այն էլ շատ չնչին ու նվազ տեղից, որպես անցքից, որի համար առաքյալն ասում է. «Այժմ տեսնում ենք հայելու օրինակով, բայց այնժամ դեմ հանդիման։ Այժմ փոքրիշատե տեղյակ ենք, բայց այնժամ պիտի ճանաչեմ, ինչպես որ ինքը ճանաչեց ինձ»։ Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին 13-րդ գլուխ 12-րդ համար։ Ասաց, թե Փեսան ինչ շնորհք որ տվեց ինձ և կամ խոստացել է տալ, և ինչ որ ինձ համար կրեց, և թե նրա մահվամբ որչափ շնորհ ստացանք, և նման ուրիշ անբավ և անպատմելի պարգևներ, որ ցույց տվեց այստեղ սրբերին, հանդերձյալ կյանքում ցուցանելիքի և ճանաչելիքի համեմատությամբ այնպիսին է, ինչպիսին է ամբողջ մարմինը տեսնելու փոխարեն անցքից ձեռքը տեսնելը, ծովի ջրի փոխարեն մի կաթիլ ջուրը, արեգակի փոխարեն ճրագը, և կամ ինչպես մոր որովայնում գտնվող մանուկը ծեր տղամարդու համեմատությամբ։ Եվ տես, որ նույնիսկ այն փոքր և սահմանափակ տեսողությամբ խռովվեց որովայնը, ինչպես որ ասաց. որովայնս խռովվեց նրանով։ Որովհետև Պողոսի աննշան տեսնելն իսկ շվարեցրեց նրան և կուրացրեց նրա աչքերը, ինչպես Հովհաննես առաքյալի տեսիլքի մեջ, նաև Եզեկիելի։ Տես Գործք առաքելոց 9-րդ գլուխ։ Եվ այս միայն հրեշտակներին տեսնվեց, ինչպես որ Դանիելն ասաց. «Տեր, քո երևումը խռովվեց որովայնն իմ»։ Դանիելի մարգարեություն 10-րդ գլուխ 16-րդ համար։ Եվ այլն։ Քանզի ինչպես տկար աչքը չի կարող տեսնել արեգակը, այնպես էլ մարդկային բնությունը չի կարող տեսնել կամ հասկանալ Աստծո բաները, որչափ դեռ այս կյանքում է։ Այս պատճառով էլ Պողոսին մարմնից հանելով և երրորդ երկինք տանելով, ցույց տվեց անպատմելի բաներ, իսկ երբ երկիր վերադարձավ, չկարողացավ մարմնեղեն մտքով և շուրթերով պատմել, ինչ որ տեսավ և լսեց անկարելիները, այլ ասում էր նաև. «Լսեցի բաներ անճառելի, որ մարդ չի կարող խոսել»։ Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Կորինթացիներին 12-րդ գլուխ 4-րդ համար։
Այսինքն, թե մարմնեղեն լեզուն չի կարող բացատրել անմարմնեղենի խորհուրդը, իսկ եթե մեկը անցքից եղբորորդու երկարած ձեռքը որդի ընդունի, զի հոր աչն է կոչվում, իսկ մարմինը, որ Աստվածությանը միացրեց, անցքը հասկանա, սա էլ խորհրդից հեռու չէ, քանզի ինչպես փոքր անցքը տաճարի համեմատությամբ, այնպես էլ մեր բնությունն է Աստվածության համեմատությամբ, բայց ինձ առաջին պատճառն է ճշմարիտ թվում, նաև գրքերի համաձայն, մանավանդ մարգարեական, որոնք շատ իմաստներ ունեն։ Ելա բանալու եղբորորդուս, ձեռքերն իմ զմուրս կաթեցին, և մատներն իմ զմուրսով լցված փականքի բռնակի վրա։ 5-րդ գլուխ, 5-րդ համար։ Երբ տեսա անցքից կարկառած ձեռքը, այսինքն նեղ լուսամուտից Աստծո հայտնած խորհուրդները, բացվեցին հոգուս աչքերը և տեսա, որչափ որ հնարավոր է մարմնեղեն աչքերով տեսնել, և հոգիս զարթնեց մեղքերի թմրությունից, և բարձրացար երկրավոր կրքերից, մի կողմ վանելով ախտերը։ Եվ ինքս ինձ մեռցրի մեղքերի համար, մեռնողի հետ մեռնելով, այսինքն ինձ համար մեռած անմահի, որի համար առաքյալն ասում է. նույն մկրտության հետ մեռանք, նույնի հետ էլ հարություն առանք հավատով Աստծո ներգործությամբ։ Եվ հաջորդ խոսքը։ Պողոս առաքյալի թուղթը Կողոսացիներին 2-րդ գլուխ 12-րդ համար։ Արդ հայտնի է, որ նախ պետք է մեռնել և մարմնի անդամները սպանել, ինչպես հաստատում է այս առաքյալը, և ապա միայն Աստված և աստվածային խորհուրդները կմտնեն մարդու մեջ։ Սրա համար է, որ ասում է. եղբորորդուս առջև բացելիս ձեռքերն իմ զմուրս կաթեցին, նույնպես մատներս փականքի վրա։ Զմուրսը մեռելության գուշակ է, և ձեռքերը աշխատելու գործիքներ։ Արդ եղբորորդու ձեռքը Քրիստոսին հասնում է հարսի միջոցով, այսինքն հավատացյալների, և նրա ձեռքերը հավասարվեցին հարսի ձեռքին, Հեսայի ձեռքերին մերձենալով, մեղքերից ձերբազատվելով և նրա հետ մեռնելով։ Այս է, որ ինքը Տերը համառոտեց, թե ով որ գա դեպ ինձ և չատի բոլոր տնեցիներին, նաև իր անձը չի կարող իմ աշակերտը լինել։ Համեմատիր Ղուկասի ավետարան 14-րդ գլուխ 26-րդ համար։ Դարձյալ թե նեղ է դուռը և անձուկ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 14-րդ համար։ Արդ հայտնի է, որ այն ճանապարհը նեղությամբ և մեռելությամբ է ընթանում, բայց եթե նրանում Փեսայի սիրո տեղը գտնվի, դժվարին է դյուրին կթվա, որի համար մեծ առաքյալ Պողոսը ուրախացած խրախույս է տալիս ասելով. ներկայիս չարչարանքները չարժեն հանդերձյալ փառքին, որ հայտնվելու է մեզ։ Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին 8-րդ գլուխ 18-րդ համար։ Դու տես, որ այժմ աշխարհի վրա բազում թագավորներ և թագուհիներ իրենց կամքի համաձայն ապրեցին, և մահվան վերջին օրը զղջալով բաժանվեցին աշխարհից և դատաստանի օրից առաջ չարիքների խղճմտությունից և դատավորի ահից տանջանքների մեջ են։ Նույնպես և բազում թագավորներ ու մեծամեծներ արհամարհեցին աշխարհը և իրենց կոչման վերջին օրը այն հույսով, որ իրենց առջև կար, ուրախությամբ հրաժարվեցին աշխարհից, անճար զվարթությամբ բերկրելով իրենց կատարած վաճառքի վրա, որովհետև երկրի տեղ երկինքն առան, և հատուցման օրը չհասած ուրախության մեջ են, որպես թե այստեղ ստացան իրենց վարձքը և ուրախությունը նմանապես, և անդադար օրհնում են Աստծուն, որ իրենց շնորհեց ճանաչել սնոտի կյանքի ոչնչությունը և փնտրել հավիտենական կյանք։ Արդ Փեսա և եղբորորդի, ինչպես բազմիցս ասացի, Քրիստոսին է կոչում։ Փեսա է ասում. զի սիրեց մարդկանց, ինչպես Փեսան հարսին, որ առաքյալն էլ է հաստատում. խոսեցի ձեզ հետ մի տղամարդու մասին, սուրբ կույսի պես Քրիստոսի առջև դնելով։ Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Կորինթացիներին 11-րդ գլուխ 2-րդ համար։ Եվ եղբորորդի է կոչվում նույն ինքը Քրիստոսը, քանզի հրեաներն ու հեթանոսներն Ադամից են,
Դրա համար էլ եղբայրներ են կոչվում, որովհետև Քրիստոսը հրեաներից է, և եկեղեցին, որ հեթանոսները և նոր հավատացյալ ժողովուրդն են, Քրիստոսին եղբորորդի են կոչվում։ Եվ հեթանոսներն այն պատճառով են կոչվում հարս, քույր և պարտեզ, որովհետև ինչպես հարսն իր սրբությունն ու Փեսայի սերը պարտավոր է միայն իր հետ նշանված տղամարդու համար պահել, և եթե չպահի և ուրիշ մեկին սիրի, Փեսայի անկողինը պղծած կլինի և նրանից օտարացած, նույնպես և հավատացյալները, որոնք մկրտությամբ Քրիստոսին միացան և հաղորդվեցին նրա մարմնին և արյանը, եթե այնուհետև ի սեր աշխարհի բաժանվեն և միանան պես ցանկասիրական ցնորքների, պոռնկության, սպանության, ամբարտավանության, ագահության, փառասիրության, նախանձի, կռվի և նման չարիքների և լուծեցին Քրիստոս Փեսայի հանդեպ իրենց սերը և իրենց հետ կնքված ուխտը և չարության ուսուցիչ սատանային հարսնացան։ Նարեկացու այս միտքը համերաշխվում է Սուրբ Մակար Մեծի խորհրդաբանական այն մտածումին, թե մարդկային հոգու հաղորդակցումը սատանայի հետ դառնում է այնքան սերտ, որ դրա բարոյական հատկանիշները վերածվում են խորհրդաբնազանցական հատկանիշների, ինչը նման է ամուսինների սեռական համակեցությանը։ Եվ իրավամբ ընդունեցին անվրեպ տանջանքները։ Սակայն եթե դառնան իրեն, դարձյալ մարդասեր է Տերը, քանզի ողորմած է և չի կամենում մեղավորի մահը, որի համար իսկ մարմին առավ և անարգների համար մեռավ, նույնպես պետք է լինի նաև քրոջ գութը, և պարտեզը մշակողի համար պետք է պտղաբերի և ոչ թե օտարների կերակուր լինի, բայց մենք ըստ կարգի ձեռնամուխ լինենք խոսքին։ Բացեցի իմ եղբորորդու առջև, եղբորորդիս անցավ, և հոգիս ելավ նրա խոսքի հետ։ 5-րդ գլուխ 6-րդ համար։ Տես, բացելուն պես անցնում եմ, այսինքն երբ ես մտքիս աչքերը բարձրացրի գրքերի խորհրդով, տեսնելու համար նրա շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս հավաքելու համար ներսը դժվարությամբ տեսնվածները և քննելու, տեղեկանալու, հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածը այնպես զարուրեցրեց ինձ, որ կարծես թե այն իմանալու համար պատրաստ էի մոռանալ այն գիտությունը, որ ստացա բացելու ժամանակ։ Այդ բանի համար է ասում, թե անցավ եղբորորդիս, որ ասես նրան տեսնելուն պես անցավ գնաց, որպես դյուրընթաց փայլակը։ Եվ հոգին իմ գնաց նրա խոսքի հետ, այսինքն սակավ ճաճանճ ընդունելով նրա խոսքերից, հոգիս ինձ թողեց և նրա խոսքերի հետ գնաց։ Իբրև թե ճանաչեցի նրան և նրա սիրուն միացա և նրա պատվիրանների մեջ եռացի, և երբ կարծում էի, թե հասա, առավել ևս հասկացա, թե որքան հեռու եմ հասողությունից, որովհետև երբ տեսա ճշմարիտ Արեգակը, նրա լույսի շնորհիվ հասկացա, թե որքան հեռու եմ իմացությունից, և միտս բերի այս աստվածային Սողոմոնի իսկ մի այլ տեղ ասածը. ով որ իր գիտությունը հավելի, ցավերը կավելացնի։ Ժողովող 1 գլուխ 18-րդ համար։ Այս ասելով ոչ թե հրաժարեցնում է Սուրբ Գիրքն ուսանելուց, որպեսզի ցավերը չավելանան, այլ հորդորում է առավել զարգանալ գիտության մեջ և այնչափ գիտությամբ հասկանալ մնացած գիտության անգիտելիությունը։ Ինչպես խմածը որքան խմում, այնքան ավելի է ծարավում, նույնպես և նա, ով միտքը հառում է աստվածաշունչ գրքերին, որքան խորհի, խոկա և ուսանի, այնքան ավելի կփափագի սովորել, որովհետև գիտի, որ չի կարող գտնել սուրբ գրքերի գիտության լրումը։ Եվ մտքի փափագով այրվելը ցավ է պատճառում հոգուն, որ քիչ իմացածով ճանաչում է անբավ մնացածները և ասես ցավով բռնվածի պես վարակվում է դրանք ճանաչելու ցանկությամբ, բայց այս ցավերից և հոգսերից ճառագում են առողջության գյուտեր։ Փնտրեցի նրան և չգտա, կանչեցի նրան և ինձ ձայն չտվեց։ 5-րդ գլուխ 7-րդ համար։ Սա ասված խոսքերն է վկայում, թե ովքեր գտնվեցին և ում բացեցի, մնացյալների համեմատությամբ այնպես թվաց,
թե ոչ տեսել եմ և ոչ էլ լսել իսկ ձայնը։ Գտան ինձ պահապանները, որոնք շրջում էին քաղաքի մեջ, զարկեցին, վիրավորեցին ինձ պարիսպների պահապանները, վրայիցս հանեցին հագուստներս։ Արդ պարիսպների պահապան ասելով պետք է հասկանալ սպասավոր հոգիներին, հրեշտակներին, որ հայտնում է Պողոս առաքյալը։ Չէ, որ ամենքն էլ հարկավոր հոգիներ են, որ առաքվում են սպասավորելու նրանց, ովքեր պիտի ժառանգեն փրկությունը։ Պողոս առաքյալի թուղթը Եբրայեցիներին, 1-14 համար։ Եվ օրներգուն ասում է. հեթանոսների սահմանները կանգնեցրեց Աստծո հրեշտակների թվին համապատասխան։ Երկրորդումն օրինաց, 32-րդ գլուխ, 8-րդ համար։ Որովհետև հրեշտակները անհավատ մարդկանց պահապաններն են, ըստ գավառների և քաղաքների, իսկ հավատացյալներից յուրաքանչյուրին մեկական հրեշտակ է պահպանում, և սրբերին առավել ևս, ըստ մարգարեի ասածի. Աստծո հրեշտակների բանակները իր երկյուղածների շուրջն են և պահպանում են նրանց։ Գիրք Սաղմոսաց, 33-րդ գլուխ, 8-րդ համար։ Արդ եթե հրեշտակները պահապաններ են, նրանք չէ, որ զարկում են, վիրավորում կամ կոտորում, այլ գողերը և դևերը։ Ուրեմն հայտնի է, թե հարվածել, վիրավորել և հագուստները հանել ասելով հասկանում է, թեև ես չհասա և չկարողացա հետազոտել Աստծո խորհուրդները, սակայն խնդրելիս հույս ունեի, որ գոնե պարիսպների պահապաններից, այսինքն սրբերից կամ հրեշտակներից պիտի ուսանեմ։ Նրանք իրենց մասին ևս ասացին, որ նույն տկարությունն ունեն, և ապա, երբ նրանցից իմացա, թե իրենք էլ ճանաչողության նույն տկարությունն ունեն, հուսահատվելով, այնպես ինքս ինձ վտանգված զգացի, ինչպես մեկը, ում վիրավորում են և հագուստներ են հանում, որովհետև մերկացա ակնկալության պատմուճանից։ Սակայն թեև այս ցանկալի խնդրի համար հույսս իսպառ հատավ, բայց ես հոգուս ուժգին փափագի, տենչանքի և ծարավի շնորհիվ, եղբորորդուս հանդեպ տածած սիրուց, դարձյալ հետամուտ եղա նույն խնդրին և չհավանելով նրանց հանձնառությունը, նրանց երդվեցնելով ասացի. երդվեցնում եմ ձեզ, Երուսաղեմի դուստրեր, անդաստանի զորությունների և ուժգնությունների վրա, եթե գտնեք եղբորորդուն իմ, պատմեցեք նրան, թե խանդակաթ եմ քո սիրով։ 5-րդ գլուխ, 8-րդ համար։ Տես, թե ինչպիսի անմեկնելի և անհամբերելի է Սուրբ եկեղեցու սերն առ Աստված, և այս խոսքերի ապացույցն են վկաների օրինակները, որոնք հանուն Քրիստոսի այնպիսի տանջանքներ հանձնառան, որոնք վեր են մարմնի կարողությունից, և Քրիստոսը տեսնելով նրանց մեջ սիրո այնքան ջերմեռանդություն, ըստ իրենց փափագի, նրանց անմահացրեց տանջանքների ցավերի մեջ, ինչպես մեղավորներին հավիտենական տանջանքների մեջ 3 պատճառով. Նախ, որովհետև սրբերը նախընտրում էին հնար լինելու դեպքում ոչ միայն մեկ անգամ մեռնել հանուն նրա սիրո, այլև բյուր անգամ, նաև մշտապես, ինչպես խոսքով էլ էին ասում, ինչպես որ Սուրբ Գրիգորն էր Տրդատին ասում, թե նրանից խնդրեցի երկարացնել տանջանքներս։ Տես Ագաթանգեղոս, Պատմություն, էջ 66 և 114, գլուխ 9։ Նա իր աղոթքներում նույնպես Աստծուց խնդրում էր երկարացնել։ Տես Ագաթանգեղոս, Պատմություն, էջ 54, պարագրաֆ 93, գլուխ 7։ Արդ քանի որ արդարների ցանկությունն ընդունելի է նրան, ուստի նրանց տոկունություն է շնորհում, և երկրորդ, որ հեթանոսներին նույնպես իմացնի իր հանդեպ սրբերի ունեցած գորովը և նրանց մեջ նախանձ արթնացնի այնպիսի սիրով բորբոքվել, ինչպես Ադրիանոսն էր սրբերին երդվեցնում, որ տեսնելով նրանց այնպիսի դառը նեղության մեջ, ասում է. ասացեք ինձ հաստատ, թե ինչ հատուցում եք ակնկալում, որ այդքան չարչարանքների եք համբերում, թվում է, թե հատուցումն ավելի մեծ է, որի համար իսկ հավատաց Քրիստոսին և նահատակակից դարձավ նրանց։ Ադրիանոսը, որ հռոմեական զորաբանակի բարձրաստիճան պաշտոնյաներից էր, ընդունելով քրիստոնեություն, նահատակվում է Մաքսիմիանոս կայսեր օրոք,
305 կամ 310 թվականներին, օգոստոս 26, նաև 16, քաղվածքը բառացի համապատասխանում է վկայաբանությանը, տես վարք և վկայաբանություն սրբոց, հատոր առաջին, Վենետիկ, 1874 թվական, էջ 26-27, նաև Այսմավուրգ, Կոստանդնուպոլիս, 1834 թվական, մաս B, էջ 98-99։ Իսկ երրորդ, որպեսզի սրբերը ողջ մնալով այնպիսի վտանգների մեջ, հասկանային, որ Աստծուց է կենդանությունը և նա է Տերը կյանքի և մահվան։ Երդվեցի ձեզ, դուստրեր Երուսաղեմի, զորությունների և ուժգնությունների վրա անդաստանի։ Այս մի անգամ բացատրել եմ, թե անդաստան է անվանում աշխարհը, և որտեղից է աշխարհի ուժգնությունն ու զորությունը, ով հաստատել է այն և ով պահում է անսասանության մեջ, նրան է տրվում երդումը, որ Քրիստոսն է։ Եթե գտնեն եղբորորդուն, նրան թող պատմեն, թե խանդակա՞տ է հարսի սերն իր հանդեպ։ Արդ, երանի այն անձին, ում ուղղված է սիրո հարցումը, և որի մոտ է գտնվում, ինչպես և պարծենում է Պողոսն իսկ, թե ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ նա, որ հետո է գալու, չեն կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց։ Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին, 8-րդ գլուխ, 38-րդ համար։ Ահա այս սերն է, որ գովված է երկնքում և երկրի վրա, այժմ և Քրիստոսի օրը, և ոչ թե այլանդակ ինչքի կամ իշխանության կամ գեղեցկության և նման այլ բաների հանդեպ, որ այստեղ պարսավանք է բերում և այնտեղ անվախճան տանջանքներ։ Երուսաղեմի դուստրերը և պարիսպների պահապանները հարցնում են հարսին, երդում առնելով նրանք հարցնում են հարսին մեզանից առած կերպարանքի մասին, քանզի անտես են և մեզանից սովորեցին, և որ դեռևս սովորում են, ինչպես որ գրել եմ սրանից առաջ։ Ինչ է եղբորորդուդ տարբերությունը այլ եղբորորդիներից, ով գեղեցիկդ կանանց մեջ։ Ինչ է տարբերությունը եղբորորդուդ, որ այդպես երդվեցնում ես մեզ։ 5-րդ գլուխ 9-րդ համար։ Հարսը բացատրություն է տալիս իր եղբորորդու մասին։ Եղբորորդին իմ սպիտակ է և կարմիր, ընտրված շատերի միջից։ 5-րդ գլուխ 10-րդ համար։ Սպիտակ և կարմիր ասելով, ակնարկում է մեր մարդկությանը հատուկ մարմինն ու արյունը, որ առավ Սուրբ Կույսից։ Ասում է սպիտակ և կարմիր, վասնզի մարմնով և արյամբ գոյացավ Կույսից, բայց թեպետ այսպես է, սակայն Աստվածածինն այր մարդու սերմից հղություն չունեցավ, և ոչ էլ ապականությամբ ծնունդ, այլ Սուրբ Հոգուց հղություն և Կույսից ծնունդ, ծնունդից հետո էլ կույս մնալով, նույն Կույսից ելած դռները փակ վիճակում, որը նման չէ մյուս ծնունդներին։ Նկատի ունի Եզեկիելի մարգարեության 44-րդ գլխի 2-րդ տեղին, որ մեկնաբանական ավանդույթը բացորոշ ակնարկ է նկատում Տիրամոր, որը զավակ ունենալով, սակայն կույս մնաց։ Այս մասին հետևյալն ենք կարդում Դիոնիսիոս Ալեքսանդրացու, Պողոս Սամոսացու դեմ գրած հակաճառության մեջ։ Հղացավ բանն Աստված ի սուբ կուսեն և ծնավ ի նմանեն մարդ կատարյալ։ Հղացավ և ոչ գիտյաց, ծնավ և ոչ չարչարեցավ, և որպես Աստված և Տեր բնությամբ պահյաց զարգանց սրբոկուսին, որպես էրն իսկ։ Եվ վկայե Եզեկիել մարգարե. դուռն այն եղիցի փակյալ, և ոք մի մտցե ընդնա։ Տես կնիկ Հավատո, աշխատասիրությամբ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի, Սուրբ Էջմիածին, 1914 թվական, էջ 105։ Սրա համար էլ ասվում է շատերից ընտրված, որովհետև ծննդյան ժամանակ ոչ երկունք ունեցավ, ոչ ցավեր, ոչ տրտմություններ, այլ ինչպես որ հրեշտակը ուրախություն և բերկրանք ավետարանեց Կույսին, նույնպես և ծնունդը եղավ
ուրախությամբ լի։ Գլուխը նրա ոսկի կեփազյա, 5-րդ գլուխ, 11-րդ համար։ Ինչպես որ այն ոսկին ավելի մաքուր է և պատվական, քան մեկ այլ ոսկի, նույնպես էլ մեր գլուխ Քրիստոսը առավել է բոլոր մաքուրներից, որ երկնքում են կամ երկրի վրա։ Ինչպես ասում է մարգարեն, նա մեղք չգործեց և չգտնվեց նենգություն նրա բերանում։ Գիրք Սաղմոսաց 31-րդ գլուխ 2-րդ համար։ Որ և Տերն ինքն է ասում. «Ձեզանից ով կարող է հանդիմանել ինձ մեղքերի համար»։ Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ 46-րդ համար։ Որը և ամեն տեսակ մեղքերի մաքրիչն իսկ եղավ, որը և ամեն ինչով փորձված և առանց մեղքի է ըստ նմանության, ինչպես ասաց առաքյալը։ Պողոս առաքյալի թուղթը Եբրայեցիներին 4-րդ գլուխ 15-րդ համար։ Նրա վարսերը գանգուր են, սև, ինչպես ագռավ, 5-րդ գլուխ 12-րդ համար։ Ըստ գրքերի գովեստի արժանի չեն, այլ նախատինքի, բայց այստեղ վայելչության համար է ասված, ըստ մեր նախընտրության, որովհետև թուխ մազերը երիտասարդների համար շատ գեղեցիկ են։ Նաև բոլոր մարդկանց որդիներից ավելի գեղեցիկ էր երևում, որ առաջատես լինելով ասում է նաև այս Սողոմոնի հայրը։ Գիրք Սաղմոսաց 44-րդ գլուխ 3-րդ համար։ Արդ եթե հարսը եղբորորդու գեղեցկությունը նկարագրի ոսկով և պատվական քարերով և երկրիս մյուս վայելչություններով կերպաձևած, դու մի զարմացիր, քանզի առաքյալն ասում է. «Աշխարհի սկզբից նրա անտեսանելի բաները արարածների միջոցով են տեսնվում»։ Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին 1 գլուխ 20-րդ համար։ Նրա աչքերը ջրերի լիության վրա կաթով լվացված աղավնիների պես են նստած ջրերի լիության վրա, 5-րդ գլուխ 13-րդ համար։ Այսինքն միամիտ է, ինչպես որ Տերը գովեց աղավնուն, այնպես են նաև նրա աչքերը։ Չունի այլևայլ խարդախ և թյուր նայվածք մարդկանց նման, այլ ուղիղ, ճշմարիտ և սրահայաց, և տեսնում է այն, ինչ կա մարդու մեջ, և ոչ մոլար բաներ աչքերից խաբվելով, ինչպես ասում է Հովհաննես ավետարանիչը։ Նաև առաջատես է ստեղծվելուց առաջ, ինչպես ասում էր Երեմիա մարգարեն. «Մինչև ստեղծվելդ գիտեմ քեզ»։ Երեմիայի մարգարեություն 1 գլուխ 5-րդ համար։ Կաթով լվացված, քանզի կաթի տեսքը ջրի կամ այլ իրերի բնության նման ցույց չի տալիս մի բան, որ չէ, այլ միայն իր բնությունը, և ուրիշ հեղուկների նման իր մեջ այլ բան չի կարող ցույց տալ։ Բայց ի՞նչ է ջրերի լիության վրա նստած։ Որովհետև ինչպես ջուրը արևի ձևը և հայելին է լինում, նույնպես էլ նրանք, ովքեր իրենց զտում ու մաքրում են մեղքերի ախտերից, նրանց մեջ է երևում, և իբրև նրանց վրա նստած է թվում տեսնողներին, և այն լինում է տնկված ծառ հոսող ջրերին մերձ, որ տալիս է անթորշոմ և հարատևորեն անսպառ պտուղ։ Համեմատիր Գիրք Սաղմոսաց 1 գլուխ 3-րդ համար։ Այտերը նրա խնկալից տաշտերի պես անուշահոտություն են բուրում։ Սա մատնանշում է եկեղեցու առաջնորդների և վարդապետների մանրապատում վարդապետության որոճալից խոսքերը, որոնք հարատևորեն և առանց հոգնելու, իրենց ծնոտների շարժումով եփած անուշահոտ յուղերի պես քաղցրացնում են մարդկանց միտքն ու խորհուրդները։ Իրենց սուրբ սրտերում, իբրև տաշտերի մեջ, ժողովածները սփռում են մարդկանց առջև, ոչ շատ խորությամբ ծածկելով անիմանալիները, և ոչ էլ խիստ պարզունակ ու դյուրընկալ դարձնելով Աստծու խորհուրդները, այլ միջին դժվարությամբ տալով գրոց գիտությունը, որպեսզի դյուրընկալությամբ չարհամարվի իբրև դյուրագյուտ բան, որ անիմացությամբ չհուսահատվեն ուսանել ցանկացողները, այլ կարողանան քիչ ջանքով իրենց սրտի հիշատակարանում ամփոփել գրոց խոսքերը։
Դարձյալ ինչպես որոճացող կենդանիները արածածը հետ են բերում ու որոճում, այնպես էլ վարդապետները սրտում ժողոված Սուրբ Հոգու խոսքերն են դարձնում մտքի առարկա և չհոգնող ծնոտների շարժումներով դարձյալ մանր ծամելով բերանից մարդկանց մտքերին են փոխանցում Սուրբ գրքի լուսավորությունը որպես եփած խունկ։ Շրթունքները նրա շուշան են, լիության զմուրս են բխում։ Արդ տես դարձյալ գովասանքները, որովհետև ինչպես տաշտ եղած ծնոտներն անուշահամ և անապակ բաժակն են մատրվակում խոսքը լսողների հոգիներին, նույնպես էլ շուշանացած շրթունքները բխում են լիության զմուրս, որովհետև խրատում են մեռնել մարմնով և մեռցնել մարմնի անդամները ոչ թե սակավամեռությամբ, այլ լիությամբ, այսինքն կատարյալ մեռելությամբ։ Մտքի խորհուրդները մեռցնելով չխորհել երկրավոր բաների, այլ երկնայինների մասին, որովայնը մեռցնել կերակուրների սակավապետությամբ, աչքերը մեռցնել չնայելով պոռնկական երևույթով հաճույք առնող բաների, այլ նայելով Քրիստոս Փեսայի ցանկալի գեղեցկությանը և փափագելի երեսին, որին հենց հարսնացանք։ Նույն ձևով իմացիր նաև բոլոր անդամները և բոլոր զգայությունները, որոնց մեռելությամբ ճշմարիտ կենդանություն կստանանք խրատվելով սրբերի շուշանացյալ շրթունքներից։ Ձեռքերը նրա ճախարակով բանված ոսկիներ են, Թարսիսի ակերով լեցուն։ 5-րդ գլուխ 14-րդ համար։ Տես թե ինչպես մի անգամ թվելով գովությամբ է բացատրում, որովհետև ինչպես ճախարակով բանված անոթները բոլորովին զտված և մաքրված են լինում աղտեղությունից և տգեղությունից, այնպես էլ եղբորորդու ձեռքը մաքուր է մեղքերից ինչպես ոսկի։ Ոչ միայն իր գործերն ունենալով ինչպես մարդու ձեռքը, այլ Թարսիսի ակերով լցված, ըստ Եզեկիելի ասացի, աչքերով լի են նրա թևերը։ Եզեկիելի մարգարեություն 10-րդ գլուխ 12-րդ համար։ Արդ եթե Աստծո սպասավոր հրեշտակների բոլոր անդամներն աչքեր են և տեսողությամբ լի, ապա որքան առավել ևս Աստծո մարմնացյալ բան Քրիստոսի պարագան է, որ թեև կույսից մեր բնությունն առավ, բայց աստվածային բնությամբ միացած ամեն մեկ անդամն աչք է և տեսանող, ինչպես ասում է մեր Գրիգոր լուսավորիչը, թե Աստված ամենայն ինչով լսող է, ամենայն ինչով տեսանող է, ամենայն ինչով խոսք։ Տես Սուրբ Գրիգորի վարդապետությունը, Ագաթանգեղոս, էջ 159, պարագրաֆ 309, գլուխ 29։ Ոչ ինչպես մենք, որ յուրաքանչյուր անդամ ունի իր ուրույն գործը, ոչ աչքը կարող է լսել և ոչ ականջը տեսնել, ոչ բերանը քայլել և ոչ ոտքը խոսել, նույնպես են մյուս անդամների գործերը, բայց թեպետ մեր մարմնով միացավ, սակայն իր հետ ունի աստվածության ամենակարողությունը և ամենատեսությունը։ Որովայնը նրա փղոսկրյա տախտակ է, ականակապ շափյուղա, ակնարկում է աստվածային որովայնը, որ մերինի նման միայն կերակուրներ և ըմպելիքներ ընդունող չէ, այլ թեպետ մեզ պես կերակրվող է, բայց ականակապ շափյուղայից փղոսկրյա տախտակ է, այսինքն աստվածային դպրությունների և գրությունների անոթ, որովհետև ով նրան հավատում է, աստվածային որովայն է ստանում, և կենդանի ջրերի գետեր կբխեն նրա որովայնից։ Հովհաննեսի ավետարան 7-րդ գլուխ 38-րդ համար։ Ապա որքան առավել ևս աստվածային այն որովայնը, որ ընդունակ է մարմնական կրքերի և աստվածային իմաստության ժողովարան տախտակը լինել, ինչպես փղոսկրը, որ ասում են անփութ է։ Սրունքները նրա կճյա սյուներ են, հաստատված ոսկեղեն խարիսխների վրա։ Տես թե աստվածային Սողոմոնը ինչպես ճշգրտորեն հայտնում է Քրիստոսի տնօրինությունը, հարսի խոսքերով նշելով եղբորորդու կատարյալ մարդկությունը լիախառն աստվածությամբ։ Թող ամաչի պիղծ Նեստորիոսը, որ եղծիչ է եկեղեցիների և
հաղորդակից հրեաների և մահմեդականներին հավասար խորհրդակից։ Քանզի կամենալով ճշգրտել աստվածային տնօրինությունը անորոշ և միացած, անդամ և զգայարան, աստվածությունը խառն է գուշակում գլխից սկսելով և անցնելով մյուս անդամներին, որով ծեփվում է պիղծի բերանը։ Արդ ով է սյուների կճիա և ոսկյա խարիսխը, եթե ոչ մարմնին միացած աստվածությունը, անապական, մաքուր և անախտ զորությունը։ Նրա հասակը Լիբանանի պես ընտրյալ իբրև մայրիները։ 5-րդ գլուխ 15-րդ համար։ Ինչ է գուշակում այս ասելով։ Աստվածային մարմնի մեկ անձ լինելը ինչպես կարող է նմանվել Լիբանանի մայրիների բազմությանը, որ բերում է մայրիների բազմության օրինակը, թե արդարները արմավենիների պես պիտի ծաղկեն, Լիբանանի մայրիների պես պիտի բազմանան։ Եթե ոչ բացահայտորեն աղաղակում է բանականներին և զգայազուրկ էակներին, որ թեև մարմնի մեջ փակվեց խառնվելու համար, բայց նրա զորությունը և հասակը շատ ավելի բարձր են, քան Լիբանանի մայրիները, և ավելին, նրա զորությունը և բարձրությունը ոչ թե միայն այսքան է, այլև մեր բնությունն առած լինելով պետք է մեզանից օրինակ բերի։ Ինչպես որ մարգարեն է ասում. «Դավթի աթոռին պիտի նստի, նրա արքայությունը պիտի հաջողեցնի»։ Եսայիա մարգարեություն 9-րդ գլուխ 7-րդ համար։ Նույնպես Գաբրիելն էր ասում կույսին, թե Տեր Աստված նրան պիտի տա իր հոր Դավթի աթոռը և պիտի Հավիտյան թագավորի Հակոբի տան վրա։ Ղուկասի ավետարան 1 գլուխ 32-րդ համար։ Նա, որ ողջ աշխարհի թագավորն էր, միայն Հակոբի տան վրա է ասում, ըստ մեզ խոնարհվելով։ Կոկորդը նրա լի է քաղցրությամբ։ 5-րդ գլուխ 16-րդ համար։ Քաղցրությամբ ասում է աստվածային կոկորդի քաղցրությամբ լի բարբառը, որով աղաղակելով ասում էր. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես պիտի հանգչեցնեմ ձեզ»։ Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ 29-րդ համար։ Եվ դարձյալ թե չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Մարկոսի ավետարան 2-րդ գլուխ 17-րդ համար։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 13-րդ համար։ Եվ այսպիսի քաղցրությամբ այլ հրավերներ եղան նրա կողմից մեղավորներին ու ամբարիշտներին, ինչպես ասում էր պոռնիկ կնոջը, թե «Թող ներվեն քեզ քո մեղքերը»։ Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ 48-րդ համար։ Եվ մյուս պոռնկին, թե «Եվ ես չեմ դատապարտում քեզ, գնա և այսուհետև մի մեղանչիր»։ Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ 11-րդ համար։ Եվ ամենևին ցանկալի։ Տես, ամենևին ցանկալի է ասում, այսինքն, թե բոլոր ցանկություններից բարձրագույնն է, որի մեջ ամեն ցանկություն դադարում է, որովհետև ցանկալի ցանկությունից առավել բան չկա։ Ինչպես որ Տերն էր ասում. «Բազում մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել այն, որ դուք եք տեսնում, և չտեսան, և լսել, ինչ որ դուք եք լսում, և չլսեցին»։ Ղուկասի ավետարան 10-րդ գլուխ 24-րդ համար։ Ըստ այդմ Տերն այլուր աշակերտներին ասում է. «Պիտի ունենաք օրերից մի օր մարդու որդուն տեսնելու ցանկություն և պիտի չկարողանաք տեսնել»։ Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ 22-րդ համար։ Նրան տեսնել ցանկանալով Մաքսապետ Զաքքեոսը, հոգևորապես տեսնելով Աստծուն մարմնով ծածկված, հրաժարվեց փառքից և ինչքերից, ցանկալի համարելով միայն իրեն Տիրոջը։ Եվ առաքյալները ևս, տեսնելով ամեն ինչով ցանկալին, ինչպես որ պետք էր տեսնել, թողեցին ամեն ինչ՝ կին, զավակներ, հայր և մայր, ունեցվածք և այսպիսի ամեն բան, գնացին նրա հետևից։
Որովհետև հաստատապես իմացան, թե միայն նա է ցանկալի տեսողության մեջ ճշմարիտ։ Հերովդեսը ևս վաղուց ի վեր ցանկացել էր տեսնել Տիրոջը, բայց որովհետև հոգու աչքերը զուրկ էին մարմնի աչքերի տեսողությունից, որ մեղքերով էր խավարած, անարգել ցանկալին ուսուցանեցին։ Այժմ ևս պատահում են նրա գործերի հրաշքների տեսությանն անարժաններ, ովքեր չեն կարողանում տեսնել, ինչպես որ հարկն է, քանզի կուրացած է նրանց առաջնորդող միտքը։ Այն է եղբորորդին իմ և այն մերձավորն իմ, դուստրեր Երուսաղեմի, որքան կարողանում էր Երուսաղեմի դուստրերին խոսքերից և օրինակներից առավել ցույց տվեց գեղեցկությունը տեսնելով մարդու բոլոր որդիներից ավելին։ Հարցնում են Երուսաղեմի դուստրերը. Ուր գնաց եղբորորդին նրա, ուր գնաց եղբորորդին քո, գեղեցիկդ կանանց մեջ, ուր գնաց եղբորորդին քո, ուր փնտրենք քեզ հետ։ 5-րդ գլուխ 17-րդ համար։ Այստեղ Երուսաղեմի դուստրեր է ասում հրեշտակներին, վերին Երուսաղեմի բնակիչներին։ Հապատես, իրենց համար մեզ հետ մարմին դարձած անտեսանելին, որ մենք տեսանք, ցանկանում են մարմնով տեսնել, որ հենց մեզանից սովորեցին և դեռ սովորում են երկնքից նրա խոնարհումը և մարդեղությունը։ Ինչպես ճշտում է առաքյալը, որպեսզի այժմ հայտնվի երկնքի իշխանություններին եկեղեցու միջոցով։ Պողոս առաքյալի թուղթը Եփեսացիներին 3-րդ գլուխ 10-րդ համար։ Մեզնից լսելով նրա փրկութենաբեր տնօրենությունը, գիտակցում են և անսահման զարմանքով սքանչանալով մեր հանդեպ ցուցաբերած անչափ սիրո և անըմբռնելի խոնարհման վրա, մեզ ձայնակցելով օրհնում են և մեզ տոնակից դառնում, ինչպես որ բացատրում են վարդապետները։ Իսկ երբ հարսին կոչում են գեղեցիկդ կանանց մեջ, այն գեղեցիկ վարքի համար է, որ եկեղեցին ստացավ Քրիստոսի գալստյամբ, նաև որովհետև հարսին ենք ընտրում որպես օրինակ։ Նույն ձևով կանայք է ասում, որովհետև հարսնությունը կանանցն է։